Հավանաբար բոլորդ գիտեք, որ փետրվարի 17-ին ՄԱԿ-ի համապատասխան հանձնախումբը ներկայացրել է իրենց եզրակացությունը Ռուբեն Վարդանյանի հետ կապված, որ իբր այդ կալանավորումը եղել է ոչ կամայական։ Այսինքն դա նշանակում է, որ իրենք է պատճառ, որ նա ձայն չի անում։ Ինքը չի անում այն, ինչ որ պարտավոր է անել։ Ինքը չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության շահերը։ Ինքը վարչապետ է, որպեսզի անի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիները լինեն պաշտպանված։ Ինքը դա չի անում։ Եվ հիմա դրա մասին նորից չխոսել, դրա համար մենք ստիպված ենք, տեսեք, ստիպված ենք եկել, որ դիմենք ՄԱԿ-ին։ Այս սրա մասին է խոսքը։ Իսկ ովքեր եք այդ մենքը։ Մենք ուրեմն ես ներկայացնում եմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահն եմ եւ նաեւ միասին շարժումը, սա միասին շարժման ակցիան է, որում խորհրդի կազմը միայն 70-ից ավել մարդիկ են, երկրորդը միասին շարժումը, որը իրականում արդեն որ երրորդ անգամ այսպիսի համապատասխան հայտարարություններով դուրս է գալիս դիմում հանրությանը։ Իդեպ ասած, Արցախի հարցի հետ կապված, Արցախի մեր ժողովրդի վերադարձի վերաբերյալ, Արցախը վերադարձնելու, որը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ դա պարտադիր չի, որ պատերազմով լինի։ Մենք ընդհանրապես պետք է իրականացնենք այն իրավունքի իրականացումը, որը ունի Արցախահայությունը։ Եվ մեր կազմում են շատ մեծ թվով արցախցիներ, այստեղ են հիմա իրենք։ Այնպես որ սա հերթական մեր գործողությունն է, որպեսզի մեր նաև հանրությունը հասկանա, որ այսպես լուռ մնալով մենք ամեն ինչ զիջելու ենք եւ կորցնելու ենք արդեն Հայաստանը։